need a dollar, 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 that's what I need. Hey, hey. Ռուսեն ասում են деньги не пахнут, փողից հոտ չի գալիս, եւ ով ավելի էժան փող տալիս, ցերնտու է մեզ։ Եթե ես ենթադրենք հաճախորդ եմ եւ գրանցված աշխատող չեմ, բայց ունեմ շատ լավ մաքուր վարկային պատմություն։ Արդյոք գույքի գրավը ինձ կօգնի ամեն դեպքում օգտվել այս վարկից, թե ես պարտադիր պիտի գրանցված աշխատող լինեմ։ Եթե հատկապես գրավ ես դնում այն բնակարանը տունը, որտեղ ապրում ես, բնականաբար այդ հարցը ընտանիքում ծագելու է, իսկ եթե չկարողանանք վարկը փակել, ինչա տեղի ունենալու եւ որտեղ ենք ապրելու։ Իմաստ կա լարվելու, արդյոք այն ռիսկային վարկատեսակ է, վախենալու առիթ տալիս է, թե ոչ։ Փոքր եւ թանկ վարկեր, իհարկե կոնսոլիդացնել, միավորել դրանք եւ մատչելի տոկոսադրույքով վերցնել, բնականաբար իմաստ ունի, որովհետեւ վարկային բեռը կամ տոկոսագումարների բեռը նվազում է։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ։ Այսօր մենք շարունակենք մեր նոր շարքը եւ Պարզ Talks-ի շրջանակներում Անիտայի հետ կխոսենք անշարժ գույքով ապահովված գրավների մասին։ Ողջույն բոլորին, այո, այսօր խոսելու ենք մի վարկատեսակի մասին, որը Հայաստանում գործում ամենաակտուալ վարկատեսակներից մեկն է։ Իմ շրջապատում էլ ինձ այնքան հարցեր են տալիս, մեկ մարդկանց թվում է, թե բանկում ես աշխատում, էական ինչ-որ մարքեթինգի բաժնում, նաև վարկային վերլուծաբան ես ու օրինակ իրենց վատ վարկային պատմությունը հնարավոր է ինչ-որ մատի մեկ շարժումով արագ դարձնել մաքուր վարկային պատմություն։ No. Ու այս թեման տենց կարծում շատ զգայուն է, առհասարակ երբ որ մարդիկ լսում են անշարժ գույքի գրավով վարկ խոսույթը, ինձ թվում է լարվածություն առաջանում է։ Ու այսօր փորձենք բարձել արդյոք իմաստ կա լարվելու, արդյոք այն ռիսկային վարկատեսակ է, վախենալու առիթ տալիս է, թե ոչ։ Իրականում հայերը շատ կապված են անշարժ գույքի հետ, շոշափելի, նյութական, պաշտպանված եւ հասկանալի ակտիվն է Հայաստանում, եւ բնականաբար վարկի համար գրավադրելով այն գույքը, որտեղ ապրում ես, որտեղ մարդիկ կարա տարբեր գույքեր ունենան, բայց եթե հատկապես գրավ ես դնում այն բնակարանը տունը, որտեղ ապրում ես, բնականաբար այդ հարցը ընտանիքում ծագելու է, իսկ եթե չկարողանանք վարկը փակել, ինչա տեղի ունենալու եւ որտեղ ենք ապրելու։ Կարծում եմ ամեն դեպքում, եթե ֆինանսապես բավարար գրագետ լինես, ու օրինակ փոքր ինչ-որ ապառիկներ դրանք կլինեն կամ վարկային գծեր, որոնք մի քանիսն են, մի քանի մարման օրերով եւ այլն, հնարավոր կլինի օրինակ մեծ գումարի դեպքում վերցնել գույքը գրավ դնելով թեկուզև, այսինքն միևնույն է այդ բոլոր մանր մունր ապառիկներ եւ վարկերը մարվում են եւ շահույթը, որը ունի անձը, բավարարում է մարումները կատարելու համար։ Ոստի կարելի է վերցնել մեկ մեծ վարկ, մարել այդ փոքրիկները եւ այսուհետ ունենալ, չգիտեմ։ Եթե ունես բազմաթիվ թանկ, փոքր եւ թանկ վարկեր, իհարկե կոնսոլիդացնել, միավորել դրանք եւ ավելի մատչելի տոկոսադրույքով վերցնել, բնականաբար իմաստ ունի, որովհետեւ վարկային բեռը կամ տոկոսագումարների բեռը նվազում է։ Շատ կարևոր կետ նշեցիք, որ ինձ թվում է, եթե խոսենք անշարժ գույքի գրավով վարկի առավելություններից, այդ ցածր տոկոսադրույքն է, որ այս վարկը ընձեռում է այդ հնարավորությունը, դե պարզ է դա նրանից է, որ գույք կա գրավադրված։ Բանկը ավելի ապահովված է, ռիսկերը, վարկային ռիսկերը նվազեցված են եւ հետեւաբար տոկոսադրույքն էլ ավելի ցածր է։ Ու կարծում եմ նույնիսկ եթե չունենանք այն խնդիրը, որ պետքա միավորել, գուցե կան շատ սպառողական մեծ ծախսեր, հայկական օրինակով, ինչքան էլ հումոր դա լինի, հայկական մեծ հարսանիքներ, այո։ Գուցե լավ հնարավորություն է, եթե վստահ եք, որ ձեր ֆինանսները բավարարելու են վարկի մարումները ժամանակին կատարելու համար, մեծ գումարի աղբյուր է փաստացի այս վարկատեսակը։ Կարևոր է հասկանալ վարկի մարումը ինչպես է դեր ունենալու, արդյոք ունենք բավարար եկամուտներ, որպեսզի անցնցում առանց մեծ լարումների, ճգնումների կարողանալ սպասարկել այդ վարկը։ Այս վարկի հետ այդ բառերի շարքը ամեն դեպքում կարծում շատ համապատասխան է։ Ու հիմա բանկային համակարգում անշարժ գույքի գրավով վարկը
շատ տարածված վարկատեսակ է ամեն դեպքում եւ օրինակ մեզ մոտ էլ հիմա Արարատ բանկում անշարժ գույքի գրավող վարկի տեղափոխման շատ լավ առաջարկ ունենք։ Ու ուզում եմ հասկանամ, ենթադրենք ես հաճախորդ եմ, ես արդեն սովորել եմ, որ X բանկում իմ վարկը սպասարկվում է, հարմարվել եմ իրենց պայմաններին, թեկուզ եւ չգիտեմ, օրինակ տոկոսադրույքն է բարձր կամ մասնաճյուղն է ինձնից ավելի հեռու, այ ինչը պիտի ինձ դրթի, որ ես վարկի տեղափոխում կատարեմ այլ բանկ։ Ռուսեն ասում են деньги не пахнут, հա, փողից հոտ չի գալիս, եւ ով ավելի էժան փող է տալիս, հավանաբար ունի ձեռնտու է մեզ, երևի թե գինը եւ հարմարավետությունը։ Ու խոսելով անշարժ գույքի գրավող վարկի տեղափոխման մասին, ոնց խոսեցի կառավարությունների մասին, նաեւ այս պահին շատ կուզեմ խոսենք հենց մեր բանկում գործող Update Plus մեր product-ի մասին, որը իրականում շատ մրցակցային է շուկայում, որովհետեւ ցածր տոկոսադրույքը երաշխավորված է, բացի այդ cashback-ի հնարավորություն կա, վարկի տեղափոխումը բանկ, իրանից ենթադրում է նաև մինչև 2% cashback-ի հետ վերադարձ, մինչև 600,000 դրամի չափով մոտավորապես, ու հերթական մի առավելություն, որը հաճախորդներին շատ դուր կգա կարծում եմ, տեղափոխման բոլոր ծախսերը կրկին հոգում ենք մենք, Արարատ բանկը այս դեպքում, դրանք նոտարական ծախսերն են, գույքի գնահատման եւ այլն, ու կարծում եմ այս դեպքում ինչքան էլ հաճախորդը սովոր է իրեն սպասարկող բանկին մոտեցմանը կամ չգիտեմ սպասարկմանը, ամեն դեպքում գումար խնայելու շատ լավ տարբերակ է, որովհետև ոչ միայն տոկոսադրույքը փաստացի կնվազի, այլ նաև cashback-ի հնարավորությունից գուցե օգտվեն եւ այդ տեղափոխումը ոչ մի ծախս իրենցից չի ներկայացնելու։ Կարծում եմ ամեն դեպքում արժի մանրամասներին մեր կայքում ծանոթանալ Update Plus վարկի մասին ու հնարավորության դեպքում նաև ձեր հայտը ներկայացնել։ Մեր մասնագետները ձեզ հետ շատ կարճ ժամանակում կապ կհաստատեն հավելյալ մանրամասները քննարկելու համար։ Ու խոսելով անշարժ գույքի գրավող վարկի մասին, կուզեմ նաև հասկանանք, չնայած նրան, որ տեղեկատվությունը բավականին խառը գուցե թվա հաճախորդի համար, բայց ամեն դեպքում, եթե ես ենթադրենք հաճախորդ եմ եւ գրանցված աշխատող չեմ, բայց ունեմ շատ լավ մաքուր վարկային պատմություն, արդյոք գույքի գրավը ինձ կօգնի ամեն դեպքում օգտվել այս վարկից, թե ես պարտադիր պիտի գրանցված աշխատող լինեմ։ Ինձ թվում է կարևոր է, որ կայունի եկամտի աղբյուր ունենաք։ Իհարկե շատ ցանկալի է, որ գրանցված աշխատող լինեք, որովհետև դա կայուն եկամտի աղբյուր է ըստ էության։ Գրավը կարևոր է, մաքուր վարկային պատմությունը կարևոր է, բայց մաքուրը դեռ չի նշանակում, որ կարող եք վարկ մարել, կարող ընդհանրապես վարկ չեք վերցրել, վարկային պատմությունը մաքուր է։ Ամեն դեպքում, եթե չգրանցված աշխատող եք, հնարավոր է օգտվել վարկային ինչ-որ product-ից գրավի հիմքով ենթադրաբար։ Ու անցնելով մեր բլից հարցերին, կուզեի առհասարակ քննարկենք, թե ինչ վարկագիծ ունեն մարդիկ վարկ վերցնելիս։ Այ օրինակ, ինչին են ուշադրություն դարձնում վարկի ժամկետին գուցե, թե տոկոսադրույքը լսելուց հետո, եթե ցածր է, արդեն դադարում են վարկի մասին հավելյալ մանրամասներ իմանալ։ Չգիտեմ, մարդիկ տարբեր են, ես ֆինանսական տեսանկյունից եթե դիտարկեմ, կարևոր է մեր մարումները ինչքանով են կարողանում դրանք սպասարկել եւ ինչքանով համեմատաբար էժան է ստացվում այդ փողը։ Իսկ առհասարակ որն է ավելի վտանգավոր իրավիճակ, վախենալ վարկ վերցնելուց, թե առանց երկար բարակ մտածելու դիմել վարկի եւ լինել վարկառու։ Ինձ թվում է երկուսն էլ վախենալի է։ Լինել առանց գումարի, թե ի վերջո լինել առանց գումարի։ Եվ եթե մեկ նախադասությամբ այդ հնարավորությունն ունենաք, խորհուրդ տալ ապագա վարկառուներին օգտվել անշարժ գույքի գրավող վարկից կամ վարկի տեղափոխումից, ինչ կփոխանցեք նրանց։ Անշարժ գույքի գրավող վարկը ինչքան հասկացա մեր խոսակցությունից այն իմաստ ունի, որ ինքը ավելի էժան է։ Եվ բնականաբար մարդը, որ կարող է իրեն թույլ տալ սպասարկել այդ վարկը, կարող է դիմել նման վարկի, որպեսզի իր վճարած տոկոսագումարները ավելի քիչ լինեն։ Կարծում եմ, երբ որ նաև գուցե հիմա տենց մտածեցի, թե որ պարագայում ես ինքս գույքի գրավող վարկից կօգտվեմ, որովհետև ինքը հիպոթեկային վարկ չի, ավտովարկ չի, չգիտեմ, վերանորոգման վարկ չի, այս վարկի տեսակները եւս առանձին վարկատեսակներ են, որոնցից հնարավոր է օգտվել, գուցե խնայողություններից չդիպչելու համար օգտվեմ այս վարկից, որ օրինակ, չգիտեմ, ավանդի տոկոսագումար ենթադրենք չկորցնեմ, բայց այդ պահին ինձ գումարը անհրաժեշտ, գուցե
չգիտեմ, կամ քիչ հավանական կլինի։ Ենթադրաբար դուք խնայողություններից ավելի շատ գումար պետք է վաստակեք, քան վճարեք վարկի համար։ Այո։ Մերսի զրույցի համար, կարծում եմ կարողացանք օգնել ամեն դեպքում եւ վարկային փոքրիկ ինչ-որ վերլուծական པարզ հաղորդում ստացվեց այսօր մեզ համար։ Սիրելի ունկնդիրներ, շարունակեք հետևել Pars Talks շարքին, որպեսզի միասին բացահայտենք ֆինանսական տարբեր նրբություններ եւ կհանդիպենք հաջորդ հաղորդումների ընթացքում, իսկ դուք մեկնաբանություններում գրեք ձեր հարցերը, որպեսզի մենք սիրով անդրադառնանք ձեր հարցերին այդ հաջորդ հաղորդումների ժամանակ։ Եվ ցանկացած ֆինանսական որոշում կայացրեք ոչ թե շտապելով, այլ մի փոքր երկար մտածելով, վստահ լինելով, որ դա միայն ձեր բարօրության համար է լինելու։ Կհանդիպենք։ I need a dollar, 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 that's what I need.